Նախ պարոն Ղազինյան, ցանկանում եմ պարոն Անդրանիկ Քոչարյանի կողմից բարձրաձայնած մտահոգությունը մի հատ բացառենք, քանի դեռ իհարկե եթե գործում է այս պահին գործող քրեական դատավարության օրենսգիրքը, ձեր հետևից որևէ կերպ դատախազ չի կարող գալ, բացառությամբ այն դեպքերի, եթե օրինակ պարոն Քոչարյանը համարում է ձեր մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվելը, դա էական հանգամանք է ոչ պատշաճ վարքագծի։ Չեմ կարծում, որ նման փաստարկ կա, չեմ կարծում, որ նման իրավաբանություն կա։ Կարծում եմ նույնիսկ Տիկին Դավոյանն էլ իմ հետ կհամաձայնվի, որ կալանքից ազատված անձին կրկին կալանավորելու ռեժիմը հստակ գրված է քրեական դատավարության օրենսգրքի 121-րդ հոդվածով, այլ կերպ ասած դա բացառվում է Դավիթ Ղազինյանի դեպքում։ Նաև իդեպ շատ հետաքրքիր է տեսնել այն քննիչին, դատախազին, ովքեր գտնում էին, որ Դավիթ Ղազինյան պետք է լինի կալանավորված։ Այսինքն առնվազն նաև հանրությունն է տեսնում, դուք էլ եք տեսնում Դավիթ Ղազինյանի թե վարքագիծը, թե տեսակը։ Պարոն Ղազինյան, հարցիս անդրադառնամ, ձեզ հարցնում էին, թե օրինակ նույն տարածքային ենթակառուցվածքների կամ համայնքների խոշորացման հետ կապված քաղաքականության շատ ավելի սպეციფიկ հարց բարձրաձայնում էր Տիկին Դավոյանը, կարող էր դա բարձրաձայնել պարոն Թունյանի հետ հարց ու պատասխանի ընթացքում, բայց դա չարեց։ Հիմա նայում ենք ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը, թե ինչ է ակնկալվում մշտական հանձնաժողովի նախագահից։ Նախապատրաստել եւ նախագահել հանձնաժողովի նիստերը, գումարել հանձնաժողովի արտահերթ նիստ, մասնակցել խորհրդի նիստերին, ղեկավարել հանձնաժողովի քարտուղարությունը, իդեպ խնդրում եմ, երևի Տիկին Վարդանյանի հարցադրումը ես մի փոքր շարունակեմ, ձեր ենթակայությամբ խնդրեմ մոտարկված թիվ հնչեցրեք, թե քանի անձ է եղել ու նաև ձեր պատասխանատվության, երբ զբաղեցնում եք համապատասխան պաշտոնը, կխնդրենք, որ գործընկերները, ովքեր ավելի մեծ փորձ ունեն, ասեն ԱԺ մշտական հանձնաժողովի քարտուղարությունը մեր հարգարժան քանի գործընկերներից է բաղկացած։ Այս հարցերն էին, խնդրեմ ձեր դիրքորոշումը, շնորհակալ եմ։ Պարոն Վարդևանյան, կապված կալանքի հետ շնորհակալ եմ իրավական օգնություն ցույց տալու համար, չնայած որ գիտեի, ինչա նշանակում պատշաճ վարքագիծ, դա խոչընդոտելու ռիսկ եւ փախտնելու նոր հանցագործություն, մի խոսքով չծավալվեմ, շնորհակալ եմ առավել մանրամասն բացատրելու համար։ Ես ճիշտն ասած բարի նախանձով եմ նայում իշխող կուսակցությանը, գիտեք ինչ առումով, որ մենակ իրանք են կարող գտնեն մարդ, որը կարա 8-ից 10 ոլորտ միանգամից ղեկավարի։ Ունենք չէ՞ տենց նախարարություններ, նույն մեր հանձնաժողովի հետ կապված նախարարությունը։ Ամենայն արգանքով չեմ ճանաչում այդ մարդուն, չեմ կարող ասեմ ամբողջին ինչքանով է տիրապետում։ Ունեցել եմ 1000 ինչ։ Դե այդ արդեն լավ է, էլի որ հիմա ունեցա։ Ուրեմն ամենասկզբից սկսել եմ մոտավորապես 8-10 աշխատող, չնայած միջև այդ ունեցել եմ որոշակի կապ այսպես աշխատատեղերի հետ, հետո եղել է արդեն 1300-ից մինչև 6800 անձ, այսինքն մասնաճյուղի տնօրեն, Երևանքաղաքի տնօրեն, իրացման տնօրեն, դե գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղած ժամանակ 6800 ամբողջ հետ։ Կարծում եմ ձեր հարցին պատասխանեց։ Արձագանք։ Շնորհակալ եմ, ես արձագանքի ժամանակահատվածը կարծում եմ կօգտագործեմ մի փոքր այլ նպատակով, հայցելով ձեր ներողամտությունը, պարոն Ղազինյան։ Ես ինքս Երևանի պետական համալսարանի շրջանավարտ չեմ, բայց առավել քան տեղեկացված եմ Երևանի պետական համալսարանից եւ կարող եմ ասել, որ այն հեղինակությունը իրավաբանական համայնքում, նաեւ մասնագիտությամբ իրավաբանների, նույնիսկ կարող եմ ասել, որ օրինակ Դավիթ Ղազինյանի մեղադրական եզրակացությունը հաստատած դատախազի հայացքը ակնհայտ էր, ինչ աստիճան էր խուսափում նայելու Դավիթ Ղազինյանի հոր Գայք Ղազինյանի հայացքին, որտեղ իսկապես մեր իրավունքի ոլորտում միակ ակադեմիկոսն է եւ պարզապես այն հիմնավորումը իբրև, որը ներկայացվել է վերջինիս որպես դասախոս այլևս չհանդիսանալու համար Երևանի պետական համալսարանում, չեմ կարծում, որ պատիվ է բերում ի թիվս այլի իրավունքի ոլորտի համար։ Պարոն Ղազինյան, այսքաններ, որը բնավ առնչություն չուներ ձեր որպես մշտական հանձնաժողովի նախագահի տեխնատության հարցի քննարկման հետ։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ գնահատականի համար, պարոն Վարդևանյան, մեր ընտանիքում կա այսպիսի ավանդույթ ինքնակնդատական խոսել, հրապարակային մեզ գովելու համար չխոսել։
հրապարակային։ Շնորհակալ եմ։